Նյարդայնանում է Արման Եղոյանը, երբ լրագրողները հարցնում են վարչապետին իմպիչմենտ հայտնելու մասին։ Ինչի մասին եք խոսում։ Լրագրողները պարզաբանում են, քաղաքացին ազգային ժողովի 107 պատգամավորի նամակ է գրել, ընդամենը հետաքրքրվում են ինքը ստացել է, թե ոչ, եւ ինչ է մտածում այդ գործընթացի մասին։ Ես չի որ այս թեմայից խոսափում, ուղղակի եթե շոուի կարիք ունեք, ինչպես։ Երբ որ տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանը նման նախաձեռնությամբ էր հանդես գալիս, չունենալով խորհրդարանական մեծամասնություն, շոու էր անում։ Նիկոլ Փաշինյանը շոու չէր անում։ Պատգամավորի մեկնաբանությամբ նույն գործընթացը մի դեպքում կարող է շոու լինել, մյուս դեպքում քաղաքական տար պարունակել։ Գիտեք ինչն է մտահոգում, որ իմ դիմաց հիմա կանգնած է 7 լրագրող եւ 7-ի մոտ նույն հարցն է։ Ինձ դա է մտահոգում։ Հնարավոր չի, որ 7 լրագրողի մտքում առավոտյան, եթե իհարկե 7 լրագրողների հարցն էլ նույն կենտրոնից չի եկել։ Ինձ դա է մտահոգում, թե չէ, ես ոչ մի հարցից չեմ վախենում, թե չէ։ Խոսում դա չի մտահոգում։ Հա, որովհետեւ ֆրակցիան խոսում է քաղաքական գծով, այո։ Պարզվում է Արման Եղոյանին էլի բաներ են մտահոգում։ Խոսելով սահմանային կրակոցների մասին հույս է հայտնում, որ մարդիկ չեն տրվի ադրբեջանական սադրանքներին։ Կրակոցները նպատակ են հետապնդում խաթարել հանրային անդորը։ Եվ ես հույս ունեմ, որ նաև դուք չեք նպաստի հանրային անդորի խաթարմանը։ Ինչա պետք է մենք նպաստենք։ Խոճապ տարածելով։ Իսկ նիստերի դահլիճում հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն է պնդում, որ Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա։ Կան միայն կոռուպցիայի առանձին դրսևորումներ տարբեր համակարգերում, այդ թվում միջին եւ ստորին օղակներում։ Իրենք աշխատում են այդ դեպքերը բացահայտելու ուղղությամբ։ Զեկույցին զուգահեռ կրկին շարունակվում է նախկին ներկա դիսկուրսը, հնչում են փոխադարձ մեղադրանքներ։ 7 տարի իշխանություն լինելուց հետո Փաշինյանը եւ իր թիմը հպարտանալու որևէ բան չունեն եւ փչացած պատեֆոնի խազած փչացած պլաստինկան են էլի դրա կոռուպցիա։ Իշխանություն պահելը ձեր միակ նպատակն է։ Ինչ են ժողովրդավարական արժեքները իշխանություն պահելու ձեր մոլուցքի հետ համեմատած, իհարկե ոչինչ։ Տգիտության մասին եք խոսում, դուք տգիտության լաբորատոր նմուշ եք, տեղով։ Դանին Կրյուգերի էֆեկտն է, դա եմ տվել։ Դուք մարդ եք, ով որ այսօր Երևանի չէ, Հայաստանի համալսարաններից մեկում դասա տալիս, բայց էլի չեմ դադարի հնչեցնել, երբ որ ասում էր բանը, Բագրատը մտավ Վանաձոր, անձրևը կտրվեց։ Պատիվ ունեմ խմբակցությանը հետաքրքրում է մարտի 1-ի գործը։ Բացահայտումը չկա, մենք փոխարենը տեսնում ենք Նիկոլ Փաշինյանը գնում է խրոխտ արձանի բացման մարտի 1-ի առիթով, այսինքն մենք իշխանության էինք բերել Նիկոլ Փաշինյանին, որ մարտի 1-ի առիթով արձան դներ, հուշարձան կառուցեր, մենք կոնկրետ ակնկալիքներ ունենք։ Այս պահին ակտիվ ապացուցողական եւ վարորդային գործողություններ են կատարվում այդ գործով։ Ես կարող եմ երաշխավորել, որ կիրականացվի համակողմանի եւ անաչառ քննություն, սակայն խոստում եւ հավաստիացում որևէ վարույթով ես չեմ պատրաստվում այս ամբիոնից տալ։ Այս տարի առաջին անգամ է, որ քննչական եւ հակակոռուպցիոն կոմիտեները խորհրդարանում զեկույցներ են ներկայացնում։ Պատգամավորներն ավելի վերլուծական նյութ են ակնկալում։ Իզաբելլա Հովհաննիսյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։